Սիրո ողջունում եմ բոլորիդ, ուրեմն այսօր Իսրայելում տեղի ունեցածը եւ Իսրայելի սխալ մեկնաբանած մարգարեությունները ազդում են համաշխարհային տնտեսության, համաշխարհային բոլոր պատերազմների վրա, թերևս, որովհետեւ սխալ են հասկանում վաղճանաբանությունը, աշխարհի վերջին մարգարեությունը եւ իրենց դերը այդ ամենի մեջ։ Ուրեմն, երբ Տանախը, 5 տակարանը, հрьяաների Սուրբ Գիրքը, ՏՆԽ, հա, Տորա, Նաբիմ, Կետուբիմ, Տորան մարգարեները, այդ ժամանակ մարգարեների գրքի մեջ առաջինը գրվեց Հեսու գիրքը։ Հեսու գիրքը համարվում է մարգարեական գիրք հрьяաների մոտ։ Դեռ մթա 5-րդ դարից։ Հետո արդեն մեր դարի արդեն մոտ 1000-1200 տարի դրանից հետո 8-րդ դարում, երբ արդեն մասորետները ձայնավորներն էին ավելացնում, կարգավորում էին գիրքը, էլի այս գիրքը նայվեց որպես վաղճանաբանական աշխարհի վերջի հետ կապված օցիալ մի Հեսուի կամ Հիսուսի հետ կապված մարգարեություն։ Եկեղեցու հայրեր, ինչպես Ավգուստինը, Օրիգենը, Լեոնացին, Եվսեբիոս Կեսարացին եւ մնացած հայրերը նայում էին Հեսուին ինչպես Հիսուս Քրիստոս։ Այսինքն ինչպես Հիսուս Քրիստոսը մեզ տարավ հանգստի մեջ, այնպես էլ Հեսուն ֆիզիկապես Իսրայել ժողովրդին տարավ, բայց հոգեպես չկարողացավ տանել, որտեղ Եբրայեցիս 4-րդ գլխում դրա մասին շատ պարզ է ասվում։ Եվ մենք պետք է նայենք Մովսեսին, որը մեղքի գերությունից հանեց ժողովրդին, անապատով տարավ, որից հետո ինքը մահացավ եւ Հորդանանով ժողովուրդը անցավ Հեսուի միջոցով եւ մտավ խոստացված երկիր։ Դա նույնն է ինչ որ կատարվեց Հիսուս Քրիստոսի կյանքում։ Ինքը ազատեց իր մահով, նոր գտականը սկսում է Հորդանանով, որովհետեւ բոլոր մեսիաները, անգամ կեղծ մեսիաները, երբ որ ժողովրդին Իսրայելում խաբում էին, միշտ տանում էին անապատ, Հորդանանում մկրտում եւ բերում հետ։ Ինչ արեց Հիսուս Քրիստոսը եւ նրա հետևորդները Հովանես Մկրտիչը Հորդանանում մկրտում էին, որպեսզի ժողովուրդը մտնի խոստացված երկիր, որտեղ նրանք էլի ստրկության մեջ էին։ Դրա համար Հովանես ասում է. «Էլի պիտի անցնեք Հորդանան գետով»։ Հեսու, որի անունը մի ժամանակ Օսես էր, մենք կարդում ենք Թվոց 13-րդ գլխում, եւ 12 լրտեսները պետք է գնային, Մովսեսը հենց այդ պահին, երբ որ նրանք գնում էին, Օսեսի անուն դրեց Հեսու, որտեղ նրա անունը փրկություն էր, իսկ ինքը դրեց, որ Տիրոջով է փրկությունը։ Եհոշուա, այսինքն Եհովայով է փրկությունը, կամ դրա կարճ տարբերակը Յոշուա, որը մենք հանդիպում ենք Հիսուս Քրիստոսի հետ։ Հիսուս Քրիստոսին, երբ որ Աստված ասեց Մարիամին կկոչես Հեսու, Հիսուս, դա առաջին անգամ չէր։ Անգամ Կողոսացի 4:10, Պողոս առաքյալի ընկերներից մեկը հենց Հիսուս է, հենց Հիսուս։ Հունական Հիսուս տարբերակը։ Դրա համար նույնիսկ Օվսեն, Եսայան նույն նշանակությունն ունեն, ինչպես արփին է, այդպես էլ Հեսու, Օվսե, Եսայա եւ մնացածը Տերն է փրկությունը, Եհովայն է փրկությունը։ Այսինքն լրտեսությունից երբ որ եկան, Հեսուն կարողացավ կանգնել եւ ասել Տերը մեզ կփրկի, որովհետեւ նրա անունը, որ նոր անունը դրվել էր, հենց այդ գաղափարն էր, որ փրկությունը լինում է միայն Տիրոջ միջոցով։ Այստեղ կարող ենք ասել ամեն։ Հեսու գիրքը, մենք սկսում ենք ուսումնասիրել Հեսու գիրքը, որպեսզի պատկերացնենք, թե ինչ է կատարվում։ Դարեր առաջ, երբ Աբ รา համին Աստված ասեց, այդ տարածքում ապրում են մարդիկ, որոնք շատ չար են, բայց նրանց չարության մակարդակը չի ասել գագաթնակետին, որպեսզի ես վերացնեմ։ Եվ այդ Սոդոմի պատմությունը, Քանանի պատմությունը հիշեցնում է մեզ աշխարհի վերջը, երբ որ փոքրիկից միջև մեծ պիտի բոլորը պիտի այլասերվեն։ Այսօր այդպիսի իրավիճակ չէ ոչ Ուկրաինա Ռուսաստանում, ոչ մեր ու մեր հարևանների մեջ, ոչ Պաղեստինի, ոչ Պակիստանի ու Հրեաստանի եւ մնացածների մեջ։ Այդպիսի պատմություն չկա։ Այսինքն այսօր բոլորն են մեղավոր են եւ չկա սուրբ եւ անսուրբ ժողովուրդ, որ երբ որ Տերը գա, ոմանց վերացնի, իսկ ոմանց տա փրկություն։ Դրա համար դեռ մեսիա չեղած, մեսիա չընդունած այս մարդիկ արդեն ոտնավորվել են եւ ուզում են վերացնել, կարծես թե եւ իրենց համար տարածքներ
վերցնել տարբեր երկրներում։ Իսկապես տարբեր երկրներում տարածքներ են վերցնում։ Չամանեմ այդ երկրները, որտեղ պատերազմներ են եղել եւ տարածքներ են վերցրել։ Ուրեմն, երբ որ մեղ գործեցին, Մովսես ասեց, որ երկու մարդ միայն կարող է մտնել խոստացված երկիրը եւ նրանք, ովքեր 20-ից փոքր են, դրանցից մեկը այդ մեծերի մեջ հեսուներ ու քաղեբ է։ Մեկը հրյա, մեկը հեթանոս, այսինքն երկու հոգի Եգիպտոսից դուրս եկած, մեկը հրյա, մեկը հեթանոս կարողացան մտնել խոստացված երկիր։ Եկեք սկսենք գիրքը կարդալ, որպեսզի ավելի լավ պատկերացնենք, առաջին գլուխ այսօր արագ գնանք։ Ուրեմն գիրքը սկսում է եւ եղավ որ Տիրոջ ծառը, այսինքն հատուկ այստեղ դրված է եւ բառը, կասեմ բառը, որտեղ եւը նշանակում եւ իսկ, նաեւ հետո այդ գաղափարունի ասոցիացիոնում նշանակում եւ գրած է հեսուում, դատավորացում եւ թագավորած գրքերում, որը ցույց է տալիս, որ նրանք կատարում են այն մարգարեությունը, ինչ որ գրված է երկրորդ օրինաց գրքում։ Դրա համար կոչվում են այդ գրքերը դետերոնոմիկ։ Այսինքն այս գրքերը երկրորդ օրինաց գրքի շարունակությունը։ Եվ երբ որ մենք կարդում ենք նախորդ համարները, տեսնում ենք նույն գաղափարը Մովսեսը մահանում է, Հեսուն առաջ է գալիս, քանի որ Մովսեսը նրան էր տվել իր ձեռնադրությունը։ Հարցը ինչու՞մ է, երբ որ Դավիթը պետք էր գար թագավորության, Սավողը նրան հետապնդում էր։ Երբ որ Հերոբովամը պետք է գար, Սողոմոնը նրան հետապնդում էր։ Ընդհանրապես այդպես է։ Այսօր Մոնակոն, այդ երկիրը, թագավորական դինաստիան, եթե մահանա, այդ ընտանիքը երկիրը կվերանա եւ կմիանա պարզապես Ֆրանսիային, այսինքն կարևոր է դինաստիան։ Բայց տեսնում եք Մովսեսի մոտ այսպիսի գաղափար չկա։ Նա չի հանձնում իր պաշտոնը իր որդուն, այլ տալիս է ամենահարմար մարդուն, որտեղ այստեղ գրված է իմաստությամբ հոգով լի մի անձնավորությամբ։ Մովսեսը ասում էր, որ պիտի ինձանից հետո գա մեկը, որն է իմ նման մարգարեն։ Բայց մենք տեսնում ենք, որ երկրորդ օրինաց վերջին գլուխներում տեսնում ենք, որ ըստ երևույթի Հեսուն է գրել Մովսեսի գիրքը, քանի որ Մովսեսը արդեն 31-րդ գլխում վերջացնում է գիրքը, 32-րդ, 33-րդ եւ 34-րդ գլուխները ինչ որ մեկը վերջացրել է, թե ինչպես է Մովսեսը մահացել եւ այլն։ Այսինքն գիրքը 31-րդ գլխում արդեն ավարտել էր Մովսեսը եւ հանձնել տաճարին։ Հետևաբար այս հատվածը ավելացրել է Հեսուն, իսկ ոմանք ասում են, որ դա Սամուելն է։ Ուրեմն Հեսուն շարունակում է Մովսեսի հնգամատյանը։ Եվ նաև մենք Հեսու գրքի վերջում տեսնում ենք, որ Հեսուն իր գիրքը գնում է եւ կարում է, ավելացնում է Տորային հնգամատյանին։ Հետևաբար Հեսուն 6-րդ գիրքն է Տորայի։ Եթե նայում ենք այդ գաղափարը, որ նա գրեց եւ ավելացրեց։ Այսինքն, եւ եղավ որ Տիրոջ ծառը հասկացողությունը դա գայս է Աբրահամից ամենաբարձր պաշտոնն է աշխարհում Տիրոջ ծառը հասկացողությունն է, որ վերջում Հեսուն մահանալուց առաջ կկոչվի Տիրոջ ծառը։ Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավորի Նավեի որդի Հեսուի հետ։ Ինչ ենք մենք տեսնում այստեղ։ Ինքը սպասավորն էր Մովսեսի։ Պատերազմների ժամանակ պատերազմում էր, ինչպես Եղիսեն եւ Եղիան, հա, ձերքին ջուր լցնել եւ այլն։ Միշտ կար ինչ որ մեկը, որ պիտի շարունակեր նրա գործը։ Մովսեսը մեռավ, Մովսեսին ժողովուրդը ուրիշ ձև էր նայում։ Անկամ երբ որ մի քանի օր պակասեց, նրանք ոսկե ցուր շինեցին, թե ինչի համար մի օր կխոսենք, ինչպես էին ընդունում Մովսեսին նրանք։ Եվ նրա տեղը եկավ Հեսուն։ Նրա նման մարգարեն, բայց մենք նոր գտականում կտեսնենք ով է իրական նման մարգարեն։ Եվ Աստված ասում է Հեսուին, Նավեի որդի, Եփրեմի ցեղից, որը Եփրեմից 10-րդն էր։ Իմ ծառա Մովսեսը մեռավ եւ հիմա վեր կաց, կարծես թե Մովսեսը մեռավ, իսկ դու պիտի հարություն առնես, ինչպես Հիսուս Քրիստոսը մահացավ եւ հարություն առավ, որպեսզի ժողովրդին արդարացնի եւ տանի փրկություն։ Կարծես ելից գիրքը էլի սկսվում է Հորդանանով, ինչպես Մովսեսը ծովով անցկացեց, ինքը պիտի Հորդանանով անցկացնի, որովհետեւ դա էր պատնեշը, խոստացված երկիրը պատնեշված էր հենց այդ գետով, եւ այն բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդկանցը, բոլոր տեղերը, որ կողեն ձեր ոտքերը, ձեզ պիտի տամ, ինչպես Մովսեսը ասել է։ Ձեզ տվեցի,
բնագրում գրված է ես ձեզ տվեցի։ Այսինքն Աստծո այս գիրքն է, Հեսու գիրքն է սկսում է շնորհով։ Այսինքն դուք անարժան եք, ես արդեն տվել եմ։ Իհարկե դուք պիտի ջանքեր գործադրեք, դուք պիտի պահեք, դուք եթե ձեզ արդար պահեք, երկիրը ձեզ չի փսխի, որտեղ երկիրը իմն է եւ ես տարբեր ազգերի կարծես թե վարձով եմ տալիս, պարզապես շնորհով տալիս եմ իրանց, բայց եթե նրանք չեն արդարացնում, երկիրը փսխում է, այսինքն նրանք այդ տարածքից հեռանում են կամ վերանում են այդ տարածքում։ Շարունակությունը ասում է ես ձեզ տվեցի։ Աստծո շնորհը ամբողջ 5 տակարանում տեսնում ենք։ Ադամին ստեղծեց եւ դրեց Եդեմում, ինչ ասեմ, Նոյը շնորհ գտավ եւ նա կառուցեց, Աբրահամը շնորհ գտավ, նրան երկիր խոստացավ, որդի տվեց, ամբողջ Աստվածաշունչում շնորհն է։ Վերջը։ Գործո։ Շարունակեցինք ձեր բոլորի ոտքերը որտեղ կողեն, այնտեղ էլ կլին։ Դա մի հատ հասկացություն այսպեսի։ Ուրեմն անապատից դա հարավում է, անապատը, Լիբանանը, հյուսիս արևելքում, մեծ գետը, Եփրատը, նա արևմուտքում էր, սա արևելքում, եւ քետացիների բոլոր երկիրը, որտեղ արդեն ապրում են քետացիները, հա, արևմտյան կողմում։ Այսինքն Աստված տալիս է այն տարածքը, որը պիտի ունենա Իսրայելը, որը հիմա Իրանը չէ։ Դրա համար էլ այսպիսի բաներ է անում։ Դա եղավ Դավիթի եւ մենք արդյոք ենք Սողոմոնի օրոք հենց այս սահմանները ծովից ծով Իսրայելը ուներ այդ տարածքը։ Հետևաբար բայց արեց դա Տիրոջ օծյալը։ Մենք դրա մասին պետք է կարդանք թե ով է եւ ով պիտի այդ տարածքը տար Իսրայելին։ Այսօր նրանք չունեն օծյալ եւ իրական երկնքից եկած օծյալին խաչեցին եւ չընդունեցին։ Ոչ մի մարդ չի կարողանա քեզ դեմ կենալ քո կյանքի բոլոր օրերում, այսինքն չի կարող հաղթել, չի կարող ոչ մի բան անել քո դեմ, որտեվ ես քեզ հետ կլինեմ, քեզ հետ կլինեմ հասկացողություն, նշանակում է կօգնեմ, ոչ թե пассив կլինեմ քո մոտ, քեզ հետ կլինեմ, քեզ չեմ թողնի եւ քեզ անտես չեմ անի, չեմ լքի քեզ, այսինքն դա մի խոսքեր է, որ միշտ հավատքով լցված Հեսուն պիտի ցանկացած խնդրի ժամանակ միշտ հավատար, որ Աստված նրան օգնում է։ Այսօր այդ խոստումը կարծես մեզ էլ է վերաբերում, երբ որ կասկածներ են գալիս, որ Աստված գոյություն չունի, Աստված հեռու է։ Աստված ասում է միշտ հիշի ես քո մոտ եմ լինելու եւ քեզ օգնելու, եւ ոչ մեկ չի կարողանալու քեզ հաղթել, որտեվ ես քեզ պահելու եմ։ Առաջինը՝ զորացիր եւ քաջ եղիր։ Զորացիր եւ քաջ եղիր արտահայտությունը հանդիպում է Հեսուի հետ կապած 7 անգամ։ 2 անգամ ասում է Մովսեսը, երկրորդ Օրինացի 31-րդ գլխում 7-ում եւ 23-ում, եւ 3 անգամ այս գլխում ասում է Աստված եւ մի անգամ ասում են այս 3 ցեղերը՝ Ռուբենի, Գադի եւ Մանասեի ցեղերը։ Դու պիտի ժառանգեցնես։ Զորացիր եւ քաջ եղիր, որ դու պիտի ժառանգեցնես։ Առաջինը ժառանգեցնելու խնդիրը ի՞նչն է խնդիրը։ Ուրեմն ինքը պիտի բաժաներ երկիրը մարդկանց մեջ։ Մի երկիր ավելի չորային է, մի երկրում գետ կա, մեկը ծովի մոտ է, 12 ցեղերին պիտի այսպես ասած բաժանի։ Հարազատ երկվորյակ երկու եղբայրները կռվում են հողի տարածքի համար, որովհետև հողը միակ ռեսուրսն է այս աշխարհում, որը չի ավելանում, որը ինչքան կա։ Ճիշտ է, այնտեղ Նիդերլանդերում ջրի մեջ են ինչ որ բան անում, տարածքը հողի մեծացնում, բայց համենայնդեպս հողը միակ ռեսուրսն է, որը սահմանափակ է։ Դրա համար այսօրվա աշխարհի միլիարդատերները մարդկանց համար մեծ շենքեր են կառուցում քաղաքներում եւ ուրբանիզացիա է տեղ ունենում Հայաստանում 60 քանի տոկոս է ուրբանիզացիան, ապրում են շենքերում, իսկ հողատարածքները առնվում են հեկտարներով, որովհետեւ հողը ամենակարևոր բանը թանկ է ոսկուցել, փողիցել, ամեն ինչից էլ, որովհետեւ դրանք կարողանում են ստեղծել, իսկ հողը այդ տարածքն է, վերջ։ Ինչ Աստված թողել է միջերկրական ծովի, միջազգային կամ ինչպես է կոչվում, օվկիանոսից, համաշխարհային օվկիանոսից բացի։ Համաշխարհային օվկիանոսը դա բոլոր ջրերն են, բոլոր օվկիանոսները։ Շարունակում ենք։ Ուրեմն, առաջինը զորացիր եւ քաջ եղիր, որտեղ դու պիտի բաժանես երկիրը։ Դա ամենախնդիրն է։ Եղբայրները իրար հետ կռվելու են հողի համար։ Եղբայրական ազգերներ իրար հետ կռվելու են հողի տարածքի համար։ Երկրորդը զորացիր եւ քաջ եղիր, որտեղ դու պիտի պահես
Մովսեսի կողմից տրված օրենքը եւ աճ ու ձախ պիտի չշեղվես, որովհետեւ դրանով դու խելամիտ կլինես, այսինքն երկրորդը զորանալ եւ քաջ պետք է նրա համար, որպեսզի Աստծո օրենքը պահել, որպեսզի դու կարողանաս չմտնես կեղծավորության մեջ, չգիտեմ, անազնվության մեջ, որպեսզի դու կարողանաս Աստծո օրենքների մեջ լինել։ Այսօր իրականում ամեն ինչ անում են Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ ասում են ես չեմ եկել օրենքը քանդելու, Հիսուս Քրիստոսին այսօր չեն ընդունում, ընդհանրապես քրիստոնեության մեջ Հիսուս Քրիստոսի բոլոր ասածները համարում են 5 կտակարան։ Եվ Հիսուս Քրիստոսի խոսքերն ու արարքները չի ընդունում քրիստոնեության կողմից, որտեղ դա համարվում է 5 կտակարան, որտեղ միջև իր մահը 5 կտակարան է։ Դա ցավալի է, քրիստոնյաները Քրիստոսի խոսքեր չեն ընդունում։ Եթե հանկարծ ասեք, որ ընդունում են ինչ որ քրիստոնեական ուղղություններ, ես հարցեր կբարձրացնեմ, կտեսնեք, որ չեն ընդունում։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռան, այսինքն այդ գիրքը, որը գրել էր Մովսեսը օրենքների մասին, քո բերանից չհեռան, այսինքն միշտ մարդիկ լսեն քո բերանից Աստծո խոսքը։ Այսինքն այսօր մենք խոսում ենք օրը, չգիտեմ, 30,000, 80,000, չգիտեմ, քանի հազար բառ, քանի տոկոսն է կազմում Աստծո խոսքը։ Շատ քիչ։ Ես դա ասում եմ նաև իմաստ։ Գիշեր ցերեկ մտածես դրա մասին, այսինքն Աստծո խոսքը, Աստծո օրենքը լինի քո ուղեղում, թե ինչու համար Աստված ասում է այս դեպքում կորտնեմ, այս դեպքում կանիծեմ, ինչու է Հիսուս Քրիստոս ասել այս խոսքերը, ինչու է Պողոս առաքյալը ասում այսպես, Հակոբոս ասում այսպես, Հովհաննես ասում, միշտ Աստծո օրենքը կամ Աստծո խոսքը, Աստծո օրենքը նաև կոչվում ամբողջ Աստվածաշունչը, Պողոս առաքյալը ասում է նրանք ովքեր Աստծո օրենքը չգիտեն, այսինքն Աստվածաշունչից տեղյակ չեն, Մեսիայի մասին չգիտեն, զոհերից անտեղյակ են, տաճարից անտեղյակ են եւ այլն։ Որ պահես ու կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետև դա չկարողացավ անել Ահարոնը։ Երբ ժողովուրդը ստիպեց նրան շինել ոսկե ցուլը, տեսնում եք նա ինչպես ընկրկեց, ինչպես նահանջեց, հա, փողզիջման գնաց ժողովրդի հետ։ Պետք է լինի մեջ զորություն եւ քաջություն։ Զորություն բառը կարծրություն բառն է։ Հիշում եք, երբ որ ասում եմ Փարավոնի սիրտը կարծրացավ, հենց այդ կարծր բառը այստեղ զորություն բառն է։ Այսինքն ոչ թե Հեսուի սիրտը կարծրացավ, այլ Հեսուն կարծրացավ, որպեսզի մեղ չգործի։ Այսինքն, երբ որ Եսայայի եւ մնացած մարգարեներին, Եզեկիելին Աստված ասում էր, ես քեզ ամուր բերդ եմ շինելու, ես քեզ քո դեմքը ադամանդի պես կարծր եմ շինելու, դա ցույց է տալիս, թե Աստծո մարգարեները ինչպիսին էին մեղքի նկատմամբ, ինչպիսին էին մարդկանց նկատմամբ, ոչ մի զիջում մեղքի հանդեպ։ Այդպիսին էին Աստծո առաքյալները եւ այլն։ Որպեսզի պահես ու կատարես նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհի հետ հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես, ահա քեզ պատվիրում եմ զորացիր եւ քաջը մի վախեցիր եւ մի զահուրիր որտեղ պիտի գնաս։ Փաստորեն երկրորդ դեպքում ասում է մի վախեցիր, որովհետև դու պիտի պահես, քեզ կարծրություն է պետք, հայտնություն գրքում մենք տեսնում ենք այստեղ է սուրբերի կայունությունը, պնդությունը, որպեսզի Աստծո պատվիրանները եւ Հիսուս Քրիստոսի հավատը պահեն։ Այստեղ էլ ասում է քեզ պետք է կարծրություն, երրորդը, ինչի ապմար է նրան պետք զորություն եւ կարծրություն, որպեսզի ուշադրություն, որպեսզի ինքը գնա ամենտեղ որտեղ պիտի տարածքները վերցնեն։ 3 անգամ ասել զորացիր եւ քաջեղիր։ Առաջին անգամը ժողովրդին բաժանելու ժամանակ դու պիտի լինես արդար եւ ճիշտ բաժանես, չնայած ով կնեղանա, ինչ պատերազմներ ու կռիվներ չլինեն, դու պետք է դա անես։ Երկրորդը, որպեսզի Աստծո պատվիրանները պահես ամեն նրա գրածի պես։ Հակոբոսն է դրա մասին ասում։ Ամեն գրածը պետք է Աստծո բոլոր պատվիրանները, թե մեկը չես անում, մնացածներին էլ պարտական ես։ Հիսուս Քրիստոսը դրա մասին ասում, ոչ մի տար պիտի չմնի։ Փարիսեցիների նման, եթե փոքր օրենքներից մեկն էլ փոխես, արդեն դա անեծք է եւ խնդիր է Աստծո արքայություն մտնելու համար։ Եվ Հիսուս Քրիստոսի բոլոր խոսքերում ընդհանրապես ամբողջ Աստվածաշունչը թույլ չի տալիս մարդուն մեղ գործել։ Ընդհանրապես ասում է, որ մարդ չի կարող լինել անմեղ ու կատարյալ, բայց ոչ միտեղ չի ասում դու կարող եք մեղ գործել։ Դու կարող եք կրկին ինչ որ հարցերով անցնել մեղքի ծառայության մեջ եւ ետ դառնալ։ Այդպիսի բան չկա,
Աստվածաշունչում եւ Աստվածաշունչի բոլոր էջերում կոչ է անում ապրել կատարելապես սուրբ կյանքով եւ հոր նման արդար ու սուրբ կյանքով։ Դա չգիտեմ ինչպես է, բայց եթե մարդ պետք է չխաբվի, որ ասի ես կարող եմ, ես սուրբ կյանքով եմ ապրում։ Մենք միշտ մեղքի մեջ ենք ապրում, բայց մենք միշտ պիտի նայենք նրան, որ մեղք պիտի չգործենք։ Այսինքն մենք խախտում ենք ճանապարհատրանսպորտային եւ մնացած օրենքները, բայց պետությունը մեզ թույլ չի տալիս գոնե մի անգամ որպես շնորհ մի անգամ գոնե խախտենք։ Հենացին կառը։ Հեսուն ժողովրդին ասում է. 3 օր հետո մենք դուք հավաքեք ձեր պաշարը, պիտի գնանք եւ ժառանգենք Աստծո տված ժառանգություն։ Այսինքն երբ հանդիպեց Աստված Հեսուին, կարծես թե պետք է ասեր որ կողմից պիտի հարձակվեն։ Ինչ զենքեր պիտի օգտագործեն, բայց նա ասեց այս 3 բանը։ Քաջացիր եւ զորացիր, որպեսզի այս 3 գործողությունները անես։ Այսինքն, երբեմն մեզ թվում է, թե ավելի լավ տանկը, անօթաչուն, այս ինչ է, ինչ է, այս ատոմային է եւ այլն։ Աստված ասում է դու պարզապես եղիր հավատարիմ եւ կարծար իմ օրենքները պահելու հարցում։ Որտեղ եթե դու ինձ սիրում ես, իմ պատվիրանները պահում ես, եւ ես կաղաչեմ հորը եւ նա կտած է Սուրբ Հոգին։ Դա իրար հետ կապված բան է։ Այսինքն, եթե մեկ ասում սիրում է, Աստված է նրան է սիրում։ Գնացինք, դրա մասին կարելի է ժամերով խոսել, եւ դա այդ ժամանակ գալիս է Ռուբենի, Գադի եւ Մանասեի ցեղի մոտ, այն 3 սերունդները, որոնք ցանկացան մի ուրիշ տեղ, ինչպես Ղովտը, չասած Հորդանան, նրանք լավ տարածքներ տեսան եւ չգիտեին Հորդանանի այն կողմը, Աստծո խոսացած երկրում կլինեն լավ հողեր թե չէ, դրա համար նրանք որոշեցին այդ լավ տարածքներում մնան։ Ուրեմն եւ այս 3-ը անդրանիկներ էին։ Թե Ռուբենը, թե Գադը, թե Մանասեն իրենց մոր առաջին որդիներն էին։ Եվ նրանք իրենց տակ տեղը գտան եւ ասեցին մենք այստեղ պիտի լինենք։ Մովսեսը բարկանում է նրանց վրա եւ ասում է. եթե այդպես է, եթե դուք ընտրել եք այդ տեղը հենց սկզբից, եւ դա Տիրոջ ասած տարածքը չէ, դա Հորդանանի այն կողմը չէ։ Դրա համար դուք պիտի միշտ զենքով, պատրաստ, շարքով զորքի առաջից գնաք, միջև Իսրայելը բոլոր պատերազմները կպատերազմի, նոր դուք ետ կդառնաք ձեր երկրին։ Բայց թույլատրվեց նրանց որպեսզի ապրեն։ Եվ Իսրայելը քանդում է հենց սկսելու այս տարածքից, որովհետև նրանք չսպասեցին, որ Տերը տա իրենց երկիրը, այլ նրանք անառակ որդուպես հենց սկզբից ժառանգությունը վերցրեցին։ Ասում է Աստված ձեզ արդեն որոշ չափով հանգստացրեց, տվեց ձեզ տարածքը։ Ինչպես Եբրայեցի 4 գլխում է ասում, եւ այս երկիրը ձեզ տվի։ Ձեր կնիկները, ձեր տղեկը, որ այնտեղ բնակվեն, հիմա դուք պետք է, ինչպես խոստացել էիք, գնաք զորքի արչևից, այն մնացած բոլոր ցեղերի զորքերի առաջից։ Տիրոջ ծառա Մովսեսը ձեզ տվավ Հորդանանի այն կողմին, Հեսուն պատասխանեց եւ ասեց. ամեն ինչ որ եւ Հեսուին նրանք ասում են, ամեն ինչ որ դու ասեցիր կանենք։ Ինչ որ Մովսեսին էինք, ինչպես Մովսեսին ենք լսում, այնպես է քեզ կլսենք։ Միայն քո Տեր Աստվածը քեզ հետ լինի։ Այս խնդիրը միշտ շարունակում է։ Իսրայել ժողովուրդը նախորդ սերնդում ասում էր Մովսես, թող Աստված քո հետ շփվի, իսկ մենք քո միջոցով, միջնորդի միջոցով կշփվենք։ Հիմա էլ այսպես է, ասում են, քո Տեր Աստվածը քո հետ թող լինի։ Այս ասում է Աստծո ժողովուրդը, որովհետև այն ժամանակ էլ չէին ուզում Մովսեսի դեմքին նային, չէին ուզում մոտենալ Աստծուն, հա։ Ինչպես որ Մովսեսի հետ էր։ Ամեն ով որ հրամանին ընդդիմանա եւ չլսե քո ամեն խոսքերին, որ մեզ պատվիրես, պիտի սպանվի։ Միայն թե զորացիր եւ քաջեղիր։ Էլի իրանք ասում զորացիր եւ քաջեղիր, ինչպես ասել է Աստված, որտեղ շատ դեպքերում Աստված հենց այս խոսքերն է ասում, այսինքն երբ որ Աստված ինչ որ քեզ ասում է, հետո մարգարեության մեջ այդպես է, պատմությունների մեջ այդպես է, եւ դու հանդիպում ես ինչ որ մարդու, որը կրկնում է Աստծո ասած խոսքերը։ Եվ դա կարծես թե հերթական անգամ քեզ ամրացնում է, որպեսզի դու հասկանաս, որ ուրեմն այստեղ խելամուտ կլինես, սրա մասին Դավիթն է ասում, երբ որ Աստծո օրենքը կարդացի իմ ուսուցիչներից ավելի խելացի ու կրթված եղա, դրա համար այդպիսի բան կա Աստվածաշնչում։ Ուրեմն մենք Պենտեկոստեից հետո տեսնում ենք Գործք առաքելոց 3-րդ գլխում, թե ինչպես են առաքյալները Հովհաննեսն ու Պետրոսը, մեկը մեծը, մեկը փոքրը, միասնական գնում ժամը 3-ին
տաճար այդ պատարագի ժամին, հա, այն ժամանակ կար պատարագ, հիմա չկա պատարագ, բայց կոչում են պատարագ։ Եվ նրանք գնալուց տեսան մի կաղի, որը փող էր մուրում, քանի որ նրան օգտագործում են այդ կաղին եւ բոլորը մտածում են որ նա մեղավոր է, անիծված է, որտեղ ծնված օրից կաղ է, իսկ նրան օգտագործում են որպեսզի նրան նստացնեն տաճարի մոտ ուրեմն։ Եվ առաքյալները գալով նրա մոտ, նա ուզում է փող մուրա, կրկնում է, ասում է փող տվեք, այդ ժամանակ առաքյալները ասում են արծաթ եւ ոսկի չունենք, հիասթափվում է, բայց առաքյալները ասում են, որ Հիսուս Քրիստոսի անունով, որը մի քանի ամիս առաջ այստեղ հրաշքներ էր անում, հիմա ինքը հարություն է առել եւ նրա զորությունը այսուհետ մեր վրա է եւ մենք նրա վկաններն ենք։ Եվ կաղին վեր են կացնում, կաղը սկսում է վազվզել եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր Երուսաղեմի տաճարի այդ հանդիպմանը, բոլորը զարմանում են եւ Պետրոս ասում է ինչի համար եք զարմացել։ Աստված, որին դուք դավանում եք ամենակարող Աստված, բուժող Աստված, Մեսիա, այստեղ գրված է նաեւ Սուրբ, Արդար, կյանքի առաջնորդ, դուք այդպես եք անվանում ձեր Տիրոջը եւ ձեր Թագավորին, որը պետք է գա, բայց եկավ կյանքի առաջնորդ Հիսուս Քրիստոս եւ նրան սպանեցիք։ Դուք մի ժողովուրդ եք, որոնք պիտի չզարմանան հրաշքներից, բայց դուք զարմանում եք այսօր հրաշքներից։ Կարելի է դրա մասին մանրամասը կարդալ, եւ Հիսուս Քրիստոսի միջոցով պիտի գա հանգստանալու ժամանակները, հա, Հեսուի մարգարեությունը պիտի կատարվի Հիսուս Քրիստոսի մահով։ Ձեր Տեր Աստվածը մարգարե վեր կկացնե, Մովսեսն էր ասում, իմ նման Մովսեսի նման պիտի դառնար մարգարե, որին պիտի լսեին, եւ եթե ինչ որ մեկը չլսեր, պիտի սատկեր, պիտի սպանվեր, սատակվեր իր ժողովրդի մեջ։ Այսինքն Հիսուս Քրիստոսի օրոք է, Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ է, որ անհնազանդները պիտի մահանան։ Այսինքն Հիսուս Քրիստոսը երկրորդ անգամ գա, այդ ժամանակ բոլոր ամբարիշտները պիտի սատակեն։ Սկսած Սամուելից բոլոր մարգարեները խոսում էին թագավորի մասին, Դավթի մասին, որը պիտի գա։ Ուրեմն Մովսեսը խոսում էր Հեսուի մասին, որ իր նման մարգարե պիտի գա, եւ Աբրահամի որդի Իսահակուն պիտի օրհնվեին։ Փաստորեն Դավիթը կատարյալ թագավոր չեղավ Իսրայելի համար, եւ նրա որդի Սողոմոնը։ Հեսուն կատարյալ Մովսես չեղավ, որովհետեւ Հեսուն ինքը իր ձեռքով գրում է եւ ասում է Իսրայելում Մովսեսի պես էլ ոչ մեկ վեր չկացավ, այսինքն ես Մովսեսի պես չեմ։ Եվ երրորդը Աբրահամի որդի Իսահակով պիտի օրհնվի։ Բայց տեսնում եք Իսահակով չօրհնվեց, Պողոս առաքյալը ասում է Աբրահամի որդին ոչ թե Իսահակն այլ Հիսուս Քրիստոսով որ օրհնվեց ամբողջ աշխարհը։ Հետեւաբար այն թագավոր Դավիթը որ պիտի գար, դա Հիսուս Քրիստոսն էր կատարյալ ձևով։ Մովսեսից հետո եկած նրա նման մարգարեն դա Հիսուս Քրիստոսն էր, որը պիտի գար եւ Աբրահամի որդի Իսահակով, որը պիտի օրհնվեր, պիտի հենց դա լիներ։ Նույնը ասում է Ստեփանոսը, որ Մովսեսի նման եկած մարգարեն Հեսուն շատ փոքր էր, որպեսզի ժողովրդին ժառանգեցներ եւ բերեր հավիտենական կյանք, այլ կյանքի առաջնորդ Հիսուս Քրիստոսի միջոցով նրա առաջի գալստով եւ հետո երկրորդ գալստով ժողովուրդը կմտնի իր արքայության մեջ։ Թող Աստված օրհնի, Հեսու գիրքը հրաշալի գիրք է, մենք գնալով կուսումնասիրենք եւ ամենացավալի դեպքերի մասին կխոսենք։ Թե ինչու Աստված օրինակ թույլ տվեց, որ երեխաներին սպանեն, վերացնեն կենդանիներին, հաղթեն 31 թագավորի աղ լսնեն որոշ տարածներում անիծվի, նզովի ինչ որ տարածներ, այդ ամեն ինչի մասին կխոսենք, դրանք ամենաբարդ հատվածներ են Աստվածաշնչի։ Թող Տերը օրհնի ձեզ, որ արդեն կես ժամ է իմ հետ նայում ենք Հեսուի առաջին գլուխը։ Տիրոջ օրհնություն ձեր հետ։